Եթերում ազատ լուրերն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Հունվարի 26-ից 28-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում։ Միրզոյանը ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին։ Այցի օրակարգում են նաև երկկողմ հանդիպումներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է հերթական կիրակնօրյա պատարագին։ Նրա հետ միասին Թալինում են եղել տարբեր պաշտոնյաներ ու քաղաքացիներ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական հերթական նիստում անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին։ Նա խոսել է առաջացած խնդիրների, դրանց լուծման տարբերակների մասին։ Կառավարության որոշմամբ ընդունվել է շինարարության ոլորտում գնագոյացման նոր քաղաքականություն, որը կփոխարինի խորհրդային տարիներից գործող մեթոդաբանությանը։ Այս մասին հայտնել է քաղաքաշինության կոմիտեի նախագահը Տարեկան Ամփոփիչ ասուլիսի։ 2025 թվականին Հայաստանում լրագրողների եւ լրատվամիջոցների գործունեության նկատմամբ ճնշումները աճել են, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշները։ Լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ ներկայացվել է 61 հայց, կայացվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախորդ տարվա ամփոփիչ ասուլիսը։ Գարշահոտ ձմեռ Արմավիրի բակերում տարիների անօրինական կառուցապատումների հետևանքով կոյուղագծերը հայտնվել են քարե պարիսպներից այն կողմ փակ տարածքներում։ Veolia ջուր ընկերությունը քննարկում է վթարային հատվածները շրջանցող կոյուղագիծ կառուցելու հնարավորությունը հարցին արմատական լուծում տալու համար։ Հունվարի 26-ից 28-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում։ Այդ մասին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ Ծրագրված են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ։ Հունվարի 28-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին։ Այս օրակարգում են նաև երկկողմ հանդիպումներ։ Ստրասբուրգում այսօր մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կտևի մինչև հունվարի 30-ը։ Լիագումար նստաշրջանի կարևորագույն իրադարձություններից են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթները։ Քննարկվում են 4 հրատապ խնդիր՝ սպառնալիքների միջազգային կարգին Գրենլանդիայի դեպքը, հաշվետվողականության, մարդասիրական պաշտպանության եւ միջազգային իրավունքի հարգանքի ապահովումը Գազայում եւ Արևմտյան ափին հրադադարից հետո, Եվրոպական սոցիալական խարտիայի 65-ամյակի եւ Ժողովրդավարության վերադարձը մեր վեհաժողով խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրության ընթացակարգը բարեփոխելու հրատապ կոչ նախատեսվում են քննարկումներ նաև Ուկրաինայի համար համապարփակ, արդար եւ կայուն խաղաղության ապահովման եւ եվրոպական մայրցամաքի անվտանգության եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Գերմանիայի եւ Ավստրիայի հավատացյալները ստորագրահավաք են նախաձեռնել եպիսկոպոսաց ժողովի չեղարկման նպատակով։ Այն նախատեսվում է անցկացնել Ավստրիայի Սանկտ Փյոլքն քաղաքում փետրվարի 16-ից 19-ը։ Ստորագրահավաքի նախաձեռնողները տարածված հայտարարությունում նշել են, որ Հայ առաքելական եկեղեցու կանոնադրության համաձայն այդ ժողովը պետք է կանոնավոր կերպով եւ բացառապես գումարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում։ Վերջին ժողովի գումարվել է 2017 թվականին, չնայած կանոնադրությամբ սահմանված 4 տարին մեկ գումարվելու պարտականությանը, ասված է հաղորդագրության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է հերթական կիրակնօրյա պատարագին։ Նրա հետ միասին Թալինում են եղել տարբեր պաշտոնյաներ ու քաղաքացիներ, վարչապետի հետ պատարագին մասնակցել է նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Պատարագը մատուցվել է Տեր Քահանա Թադեի ձեռամբ։ Պատարագին ներկա է եղել հավատավոր մարդկանց բազմություն, նրանցից շատերը ստիպված են եղել պատարագին հետևել դրսից։ Գերմանիայի Մյունխեն քաղաքի դատարանը 1 տարի եւ 2 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտել Աքսել Ֆիշերին, նրան մեղավոր ճանաչելով Ադրբեջանի շահերը կաշառքի դիմաց առաջ մղելու համար։ Դատարանը պարզել է, որ նախկինում Բունդեսթագի падգամավոր հանդիսացած եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում աշխատած Ֆիշերը գումար է ստացել Ադրբեջանից այդ երկրի դիրքորոշումները պաշտպանելու համար։ Մասնավորապես 2016 թվականին նա ԵԽԽՎ-ում Արցախի հարցով քվեարկության ընթացքում հանդես էր եկել Բաքվին ձեռնտու դիրքերից։ Դատարանի վճռով նա պարտավորվել է վճարել 32,000 եվրո, այդ թվում 20,000-ը որպես կաշառքի մասնակի վերադարձ։ Ֆիշերին 2 տարի ժամկետով արգելվել է զբաղեցնել պետական պաշտոններ, մեղադրող կողմը պահանջում էր ավելի խիտ պատիժ, մինչդեռ պաշտպանությունը պնդում էր արդարացման անհրաժեշտությունը։ Ֆիշերը հերքել է մեղադրանքը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական հերթական նիստում անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին։ Նա շնորհակալություն է հայտնել հարյուրավոր մարդկանց ինտենսիվ աշխատելու համար, որոնց շնորհիվ ճանապարհները մայթերը անցանելի են դարձել։ Քաղաքապետը այնուամենայնիվ խոսել է նաև առաջացած խնդիրների մասին։ Հունվարի 23-ին ժամը 10:30-ի դրությամբ ԵԱՍՄ հիմնարկի բոլոր մեքենաներն ամբողջությամբ տեղակայված են եղել Երևանի վարչական շրջաններում, ըստ նախապես մշակված դիսկոլացիոն սխեմայի։ Ընդհանուր առմամբ մոբիլիզացվել է 137 միավոր տեխնիկա։ Երևանի գործակարգավարական նիստում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացրեց մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքները։ Վերջինիս տեղեկացմամբ ամսի 23-ի լույս 24-ի գիշերը ամբողջ տեխնիկան դուրս է բերվել փողոց մշակելու բոլոր փողոցները։ 24-ի ժամը 10-ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր կենտրոնական եւ մասամբ երկրորդային փողոցները լրիվ մաքրված են եղել ձյան եւ սառույցի ծածկույթից։ Եղել է սև ասֆալտ, սա փաստում են եւ օպերատիվ ծառայությունները եւ մեր շրջայցը եւ վարչական ղեկավարների շրջայցը։ Սակայն պարոն քաղաքապետ ունեցանք խնդիր։ Ամսի 23-ին խցանումներ առաջացան մայրաքաղաքում, գրեթե ամբողջ տարածքում, բայց հիմնական կանգը խցանումները եղան կենտրոն վարչական շրջանում։ Կամո Արեյանի խոսքով այն պատճառաբանությունը, թե աղուավազ չի եղել ցանած, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ 1000 տոննա աղուավազի խառնուրդ ենք ծախսել այդ երկու գիշերը։ Երբ որ 10,000 տոննա ծախսել ենք այս դեկտեմբերի 27-ից մինչև 23-ը հունվար։ Նախորդ տարիների նույն ժամանակահատվածը հազիվ 5000-6000 տոննա է եղել։ Նույն ժամանակահատվածը։ Նույնիսկ ամբողջ ինտենսիվ սեզոնը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւս անդրադարձավ մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին։ Նա շնորհակալություն հայտնեց մարդկանց, որոնք ինտենսիվ աշխատել են, որ մեր ճանապարհները մայթերն անցանելի դառնան։ Նա խոսեց նաեւ խնդիրների մասին, նշելով, որ դժգոհությունները մեկ նպատակ ունեն՝ հաջորդ անգամ լինել ավելի պատրաստված, կիրառել նորարարական լուծումներ։ Նոր տեխնոլոգիաներ կան, կարծում եմ, որոնք որ պետք է մենք էլ փորձարկենք, մասնավորապես ջրի լուծույթով աղի նախորոքցանումը փողոցներում։ Այսինքն կան մեթոդներ, որոնք որ մենք պետք է փորձարկենք, պարոն Արեյան, եւ կարծում եմ դա էլի մեր որոշ խնդիրներ կմեղմի։ Ինչ վերաբերում է մայթերին, ինչ վերաբերում է բակերին, այստեղ դեռևս խնդիրը տեսնում եմ եւ իրականում այստեղ երևի համակարգային նոր լուծումներ են ըստ պետք, որովհետև միայն Երևանի քաղաքապետարանի տեխնիկան, ինչքան էլ որ մենք ավել գնենք, մեզ թույլ չի տալու ամբողջ ծավալը փակել եւ համատիրությունների հետ աշխատանքը կոորդինացնելու մի հատ նոր մեխանիզմ է մեզ պետք եւ մեր մասնավոր գործընկերները, որոնք որ իրապես այս տարի շատերը այս տարի բացահայտեցին, որ իրենք ունեն պարտավորություն իրենց դիմացի մայթերը մաքրելու, ասեմ ավելին, ուզում եմ այդ գործընկերներին մի վատ լուրել հայտնել, իրենք առհասարակ ունեն պարտավորություն իրենց դիմացի հատվածները տարին 12 ամիս պատշաճ տեսքի բերել։ Հաշվի առնելով եկած ձյան ու իրականացրած աշխատանքների ծավալները, Ավինյանը կատարած աշխատանքը համարում է բավարար, որովհետև ճանապարհներն ինտենսիվ տեղումներից 24-ից 36 ժամ հետո ամբողջովին անցանելի են եղել, խնդիրներն ամբողջությամբ վերացված։ Հետևաբար հիմա պետք է աշխատենք, որ այդ ժամանակը կրճատենք, այսինքն նույնիսկ եթե ցերեկային ժամերին է գալիս ձյունը, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ այդ միջինացված ժամանակը էականորեն նվազի, պարոն Արեյան, եւ խնդրում եմ հաջորդ ձյան գալուց եկեք այդ փորձարկումները սկսենք արդեն իրականացնել թեկուզ մի քանի փողոցների վրա, մենք մեր փորձով համոզվենք, եթե աշխատող է, եկեք այդ նոր մոդելները արդեն լայնորեն կիրառենք։ Ավինյանը խոսեց նաև Երևանում օդի որակի մասին, նշելով այս խնդիրը մեզ մոտ հիմնականում կապված է ինվերսիոն մթնոլորտային շերտի բարձր եւ ցածր լինելու հետ։ Նոյեմբերից սկսած, երբ մթնոլորտային շերտն իջնում է, խնդիրն ավելի է սրվում մեր արտանետումների եւ հարևան երկրներից օդի հոսքի հետևանքով։ Այս խնդիրը մենք ունեցել ենք տասնամյակներով։ Երբևէ չենք խոսել սրա մասին, երբևէ չենք խորացել, բոլորը երջանիկ ապրել են 90-ականներին, ով ինչ ասես, ինչ հնարավոր էր այրել տներում ու տենց ապրել ենք, հասել ենք այսօրվան, երբ որ իրականում խորացված ուսումնասիրում ենք այն խնդիրը, որը որ մեզ հետ եղել է տասնամյակներով։ Եվ իրականում կարծում եմ
Այն աշխատանքը, որ հիմա իրականացնում են մեր գործընկերները, բնապահպանության վարչությունը, մեր տեխնոլոգիաների կենտրոնը, դուք պարոն Արզումանյան, շատ լավ հիմք է հանդիսանալու, որ այն լուծումները, որոնց մասին հիմա շատ նախնական խոսեցինք, կյանքի կոչվեն եւ մենք մեր աչքով տեսնենք այդ լուծումների արդյունքները։ Հաջորդիվ Երևանի քաղաքապետը հայտնեց, որ Երևանի բոլոր մանկապարտեզներում տեսահսկման սարքեր կտեղադրվեն։ Որ այս որոշումը կարևոր էր եւ այս որոշման արդյունքում մենք նաեւ կարողանում ենք հսկել եւ զգոն լինել եւ կարելի ասել նույնիսկ արդեն կանխարգել վատ երևույթները, որոնք որ եղել են որոշ դեպքերում մեր մանկապարտեզներում, մասնավորապես երեխաների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորումները կարելի ասել գրեթե բացառում ենք այս մեխանիզմներով։ Նիստի ավարտին Ավինյանը հայտարարեց, որ Երևանի սեփական եկամուտների ցուցանիշներն իսկապես տպավորիչ են։ Փաստացի 96.6 միլիարդ դրամ, կատարողականը 109%։ Սրանք ուղղվում են նաև կարևոր ենթակառուցվածքներին, որոնք ամեն օր ծառայում են երևանցիներին՝ տրանսպորտային միջոցներ, բակային բարեկարգումներ, ասֆալտապատում եւ այլն։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Կառավարության որոշմամբ ընդունվել է շինարարության ոլորտում գնագոյացման նոր քաղաքականություն, որը կփոխարինի խորհրդային տարիներից գործող մեթոդաբանությանը։ Այս մասին հայտնել է քաղաքաշինության կոմիտեի նախագահը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Տարեկան ամփոփիչ Ալսուլիսի մանրամասները ներկայացվող տեսանյութում։ 2026 թվականին քաղաքաշինության ոլորտում լիցենզիա ունեցող բոլոր կազմակերպությունների, նախագծողների, փորձաքննողների, շինարարություն իրականացնողների համար ներդրվելու է վարկանիշային համակարգ, եւ այդ համակարգի տրամադրած տեղեկությունների հիման վրա գնահատվելու են այդ ընկերությունների մատուցած որակական ծառայությունները, որոնց միջոցով վերահսկողություն է սահմանվելու անբարեխիղճ կազմակերպությունների նկատմամբ։ Այս մասին հայտնեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում։ Ըստ նրա համակարգը գործելու է ինքնաշխատ եղանակով, ստուգվելու են ինչպես ՊԵԿ-ի ընկերությունների վերաբերյալ տրամադրած տեղեկությունները, այնպես էլ վերջին 3 տարվա նրանց գործունեությունը, որն էլ ձևավորելու է վարկանիշային աուսյակը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված են այն չափորոշիչները եւ միավորները, ամեն ինչը շատ հստակ է, յուրաքանչյուր բաց թողման համար քանի միավոր է դուրս գալիս վարկանիշից եւ յուրաքանչյուր պատշաճ կատարման համար քանի միավոր է գումարվում իր վարկանիշի վրա։ Այդ բոլորը բանաձևը, չափորոշիչները բոլորը հստակ նկարագրված են, եւ մենք փորձել ենք այնպես անենք, որ մարդկային գործոնը հասցնենք նվազագույնի գրեթե բացառելով։ Վարդանյանն անդրադառնալով կոմիտեի 2025 թվականի ձեռքբերումներին եւ գործունեությանը առանձնացրեց ոլորտային 5 ուղղություններ՝ քաղաքաշինական նորմերի մշակում եւ արդիականացում, քաղաքաշինական գործընթացների կանոնակարգում, պարզեցում, հստակեցում, քաղաքաշինական գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորում, վարկանիշավորում եւ մոնիթորինգ, բնակարանային ֆոնդի կառավարում եւ զարգացման ծրագրեր, կապիտալ շինարարական ծրագրերի իրականացում։ Կոմիտեի նախագահի տրամադրած տվյալների համաձայն շինարարական ոլորտում 2024 թվականի 11 ամիսների համեմատ 2025 թվականին գրանցվել է 20%-ից ավելի աճ։ Շինարարական աշխատանքների շրջանառությունը հասցնելով ավելի քան 645 միլիարդ դրամի, իսկ քաղաքաշինության կոմիտեն էլ նույն թվականին բազմաթիվ ծրագրեր է համակարգել։ Քաղաքաշինության կոմիտեն 2025 թվականի ընթացքում համակարգել է 101 շինարարական ծրագրեր եւ շուրջ 70 նախագծային ծրագրեր։ Այս շինարարական ծրագրերի մեջ ներառում են ինչպես դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական կենտրոններ, մշակութային հաստատություններ, մարզադահլիճներ եւ բնակելի շենքեր եւ այսպես շարունակ, իսկ նախագծային ծրագրերը ուզում եմ նշեմ, որ իրենց մեջ ներառում են արդեն հաջորդ 300 դպրոցների համար նախագծային աշխատանքները։ Բանախոս առանձնացրեց նաև մթնոլորտային օդի աղտոտվածության պատճառներից մեկի շինարարության գործոնը նվազագույնի հասցնելու կոմիտեի կողմից ձեռնարկված քայլերը, նորմատիվների մշակումն ու սահմանված պահանջները, որով պետք է առաջնորդվեն շինարարական կազմակերպությունները։ Նորմերին համապատասխանելու համար շինարարական կազմակերպություններին ժամանակ է տրվել մինչև այս տարվա մայիս ամիսը։ Հավելեց Վարդանյանն ու շարադրեց այն պահանջները, որին պետք է համապատասխանեն շինաշխատանքներ իրականացնող ընկերությունները։ Սահմանել ենք պարտադիր պահանջ փոշե ճնշիչ, փոշե զսպիչ եւ ջրային մառախուղ առաջացնող սարքավորումների կիրառության պարտադիր պահանջ ենք սահմանել,
որ բոլոր շինհրապարակները պետք է կահավորված լինեն դրանով եւ մի շարք այլ պահանջներ ենք սահմանել, որոնք վերցրել ենք միջազգային փորձից, նմանատիպ ստանդարտներից եւ կարծում եմ էականորեն, երբ որ այս նորմը կմտնի գործողության մեջ, շինարարության գործոնը մթնոլորտային օդի աղտոտվածության մասով կհասվի նվազագույնի։ Կազմվել եւ մշակվել են հրդեհային անվտանգության պահպանման, սեյսմականության, բարձրարկ շենքերի միջազգային չափանիշների համապատասխանող նորմեր, անվտանգության պահպանման ուղեցույցներ, շարունակեց վերջինս հավելելով, որ Տավուշի եւ Լոռու մարզերում տարերային աղետից հետո կոմիտեի պատվերով մշակվել են մետաղական կամրջային կառուցվածքի բազմակի օգտագործման օրինակելի նախագծային փաստաթղթերը, որոնք առաջիկայում կանցնեն պետական համալիր փորձաքննություն։ Սկսենք նաեւ Հայաստանի Հանրապետությունում արտադրել մետաղական կոնստրուկցիաներով կամուրջներ, որոնք ցանկացած տեղամասում կարող ենք այդ տարրերը միացնելով հավաքել եւ ստանալ այսօրվա պահանջներին համապատասխան կրողունակություն ունեցող կամուրջներ։ Նշենք, որ կոմիտեի համակարգման մշակվել է հարսնակար հանգստի գոտուս միջև Սևանի թերակղզի հատվածի շուրջ 2.8 կիլոմետր երկարությամբ եւ 6.5 մետր լայնությամբ ճեմուղու նախագիծը, իսկ շինաշխատանքները մեկնարկելու են այս տարի։ 2025 թվականին Հայաստանում լրագրողների եւ լրատվամիջոցների գործունեության նկատմամբ ճնշումները աճել են, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշները։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով տարվա ընթացքում արձանագրվել է 224 խախտում ֆիզիկական բռնությունների, ճնշումների եւ տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքների խախտումների տեսքով։ Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով նախորդ տարի լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ ներկայացվել է 61 հայց։ 2025 թվականին Հայաստանում լրագրողների եւ լրատվամիջոցների գործունեության նկատմամբ ճնշումները շարունակել են աճել, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշները։ Այս մասին հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ներկայացնելով կազմակերպության տարեկան զեկույցը։ Զեկույցը ծավալուն է 125 էջ, սակայն, ինչպես նշեց Աշոտ Մելիքյանը, այն հստակ ներկայացնում է մեդիադաշտում ձևավորված հիմնական միտումները եւ խնդիրները։ Եվ պետք է հանրարդարության ասեմ, որ սովորաբար կոնֆլիկտները միակողմանի չեն լինում եւ տարվա ընթացքում բազմիցս մենք արձանագրել ենք նաեւ դեպքեր, երբ լրագրողներն էին գործում մասնագիտական էթիկայի խախտումներով եւ այդ կոնֆլիկտային ընդհանուր իրավիճակը հանգեցրել է նրան, որ 2025 թվականի ընթացքում ընդհանուր խախտումների քանակը ավել է, քան 2024 թվականին։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով 2025 թվականին արձանագրվել է ընդհանուր առմամբ 224 խախտում, մինչդեռ 2024 թվականին թիվը կազմել է 208։ Խախտումները դասակարգվել են 3 հիմնական խմբի՝ ֆիզիկական բռնություններ, տարբեր տեսակի ճնշումներ, վիրավորանքներ, սպառնալիքներ, խոչընդոտում եւ տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումներ։ Տարվա ընթացքում արձանագրվել է 15 ֆիզիկական բռնության դեպք, որոնցից 7-ն իրականացվել է իրավապահ մարմինների կողմից, եւս 7-ը իշխանություններին համակիր քաղաքացիների, իսկ մեկ դեպքում հանցագործը մինչեւ օրս չի հայտնաբերվել։ Խոսքը լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ իրականացված հարձակման մասին է։ Այս խախտումները հատկապես արձանագրվում էին եւ տեղի էին ունենում, երբ երկրում հասարակական քաղաքական մթնոլորտը սրվում էր։ Սա կարծես թե փոխկապակցված բան է եւ տարիներ շարունակ մենք արձանագրում ենք, որ հենց այդ սրացումների ընթացքում են ավելանում նաեւ լրագրողների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումները, տարատեսակ ճնշումները եւ այլն։ Ճնշումների թիվը 2025 թվականին կտրուկ աճել է 71-ից հասնելով 108-ի, մինչդեռ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները նվազել են 122-ից դառնալով 101։ Սակայն, ինչպես ընդգծում են փորձագետները, խնդիրը լուծված չի կարելի համարել։ Շարունակում են տարածված մնալ գործընթացի ձգձգումները, ձևական պատասխաններն ու անհիմն մերժումները։ Կոմիտեն նաեւ արձանագրել է դատական գործերի էական աճ։ 2025 թվականին լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ ներկայացվել է 61 դատական հայց, որոնց մեծ մասը վիրավորանքի եւ զրպարտության հիմքով։ Դրանց գրեթե կեսը ներկայացրել են իշխանության ներկայացուցիչները։ Եվրոպական դատարանի որոշումներում նախադեպային իրավունքում բազմաթիվ գործերով նշվում է, որ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ձեռնպահ մնան վիրավորանքի եւ զրպարտության
գործերով հայցեր ներկայացնեն, հատկապես եթե այդ հայցերը ուղեկցվում են նաև բարձր ֆինանսական պահանջներով։ 2025 թվականին ավարտված 15 դատական գործերով հայցերը բավարարվել են, լրատվամիջոցները պարտավորվել են հրապարակել հերքումներ եւ վճարել ընդհանուր առմամբ 3.3 միլիոն դրամ փոխհատուցում։ Միաժամանակ 21 գործով հայցերը մերժվել են, 6-ը կարճվել, 2-ը վերադարձվել դատարանից։ Զեկույցում առանձնակի տեղ է հատկացված նաև մեդիադաշտի վրա քաղաքական եւ հասարակական լարվածության ազդեցությանը։ Ըստ Մելիքյանի, իշխանություն ընդդիմություն եւ իշխանություն եկեղեցի առճակատումների ֆոնին լրատվական դաշտում խորացել է բևեռացվածությունը, ինչի հետևանքով լայն տարածում են ստացել ֆեյք լուրերը, ապատեղեկատվությունն ու մանիպուլյատիվ մեկնաբանությունները։ Խոսելով առաջիկա ընտրական տարվա մասին, ըստ Մելիքյանի, լրագրողական հանրության համար լինելու է բարդ ժամանակաշրջան, ուստի կոմիտեի նախագահը հորդորել է բոլոր կողմերին վերադառնալ պրոֆեսիոնալ եւ էթիկական նորմերին։ Նույնիսկ բևեռացված լրատվական դաշտում հնարավոր է այնուամենայնիվ փորձել վերադառնալ կամ աշխատել պրոֆեսիոնալ նորմերին, այսպես եթե ոչ 100%-ով, գոնե շատ բարձր վստահելիություն ունենալու համար պրոֆեսիոնալ նորմերի, էթիկական նորմերին համապատասխան եւ ամենակարևորը հասնել դրան, որպեսզի այդ կարծիքները, դիրքորոշումները, տեսակետները տարբեր ուժերի ներկայացված լինեն, ոչ թե քարոզ իրականացվի ինչ որ մի քաղաքական ուժի օգտին, այլ նաև նրանց մրցակիցների կարծիքները ներկայացվի, եթե իրենք ուզում են որ ընտրողը այսպես գիտակցված ընտրություն կատարի։ Մելիքյանը նշեց, որ լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը շարունակում է մնալ թերի եւ հատվածական։ Կազմակերպությունն արդեն աշխատում է նոր հայեցակարգի վրա, որը նախատեսում է ներկայացնել խորհրդարանին եւ գործադիր իշխանությանը մեդիադաշտի հիմնարար բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Եվրամիությունն ու Հնդկաստանը մտադիր են խորացնել գործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։ Պաշտպանության ոլորտում ԵՄ Հնդկաստան պայմանագրի նախագծի համաձայն Բրյուսելը եւ Դելին մտադիր են խորհրդակցություններ անցկացնել ռազմական արդյունաբերության վերաբերող հարցերի վերաբերյալ։ Մասնավորաբար քննարկվելու է ԵՄ պաշտպանական նախաձեռնություններում Հնդկաստանի ներգրավման հնարավորությունը։ Եվրամիության խորհուրդը այսօր հաստատել է դաշինքի երկրների կողմից ռուսական գազի ներկրումից հրաժարվելու մասին որոշումը։ Նախագծի համաձայն ԵՄ անդամ պետությունների կողմից ռուսական գազի ներկրման վերջնաժամկետը սահմանվել 2027 թվականի նոյեմբերի 1-ը։ Նախագծին դեմ են արտահայտվել ԵՄ անդամ երկրներից երկուսը՝ Հունգարիան եւ Սլովակիան։ Հունգարիայի կառավարությունը արդեն իսկ հայտարարել է, որ ԵՄ խորհրդի այսօրվա որոշումը բողոքարկելու է Եվրոպական դատարանում։ Այս պահին Ռուսաստանը մատակարարում է ԵՄ տարածքում սպառող գազի 13%-ը, մինչև Ուկրաինայում պատերազմի մեկնարկը ռուսական գազի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասնում էր 40%-ի։ Թեհրանը մեկնաբանել է Աբրահամ Լիքոլն ավիակրի ժամանումը տարածաշրջան Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայել Բաղային նշել է, որ թե ամերիկյան որևէ նավի ժամանումը մերձավոր արևելք չի կարող ազդել Իրանի իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հաստատակամության վրա։ Մենք պաշտպանվելու թե կարողություններ եւ թե կամք ունենք, ընդգծել են։ Բաղայի խոսքով Միացյալ Նահանգների կողմից կիրառվող ռազմական ճնշումը միջազգային բոլոր նորմերի կոպիտ խախտում է։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Ֆրանսիական EOS Telegraph ընկերությունը Ուկրաինային մատակարարել է Rodior 330 հարվածային անօդաչու թռչող սարքերի փոքր խմբականակ։ Այս մասին հաղորդում է France Press-ը, հղում անելով France 24-ին։ Նշվում է, որ Rodior 330-ը ունի մինչև 500 կիլոմետր թռիչքի հեռավորություն եւ կարող է օդում մնալ մինչև 5 ժամ։ Ընկերության գործադիր տնօրեն Ժան-Մարկ Զուլյանին հայտարարել է, որ արևմտյան արտադրողների համար Ուկրաինային անօդաչուներ մատակարարել է նաեւ հնարավորություն է դրանք իրական մարտական պայմաններում փորձարկելու համար։ Զուլյանի խոսքով անօդաչու թռչող սարքերը կարող են կիրառվել թե հարվածային, թե հետախուզական նպատակներով։ Նրա ձևակերպմամբ Եվրոպայի համար դրանք կարող են ծառայել որպես վահան, իսկ Ուկրաինայի համար որպես սուր։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բելարուսը Ալեքսանդր Լուկաշենկոյի ղեկավարության ներքո բնութագրել է որպես ռուսական գեներալ նահանգապետություն, նշելով, որ Լուկաշենկոյի սպիտակ շպիցին այսօր ավելի շատ բան է թույլատրվում, քան Բելարուսի ժողովրդին։ Այս հայտարարությունները նա արել է Վիլնյուսում 1863 թվականի հունվարյան ապստամբության մասնակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու ընթացքում։ Զելենսկիի խոսքով 2020 թվականի բողոքի ակցիաները Բելարուսում արժանի էին Եվրոպայի ավելի վճռական աջակցությանը։ Նա նաև ընդգծել է, որ ներկայումս Բելարուսի իշխանությունները գործնական քայլերով աջակցում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների հաջորդ փուլը կարող է անցկացվել փետրվարի 1-ին Աբու Դաբիում, գրում է Axios-ը։ Ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ նախորդ եռակողմ հանդիպումը կարևոր առաջընթաց էր եւ մոտեցրել է Վլադիմիր Պուտինի եւ Վոլոդիմիր Զելենսկու հնարավոր հանդիպմանը։ Պարբերականի աղբյուրների համաձայն Պուտինը Ամերիկայի Միացյալ Նահանգների բանագնացների հետ հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնել պատերազմը ավարտել դիվանագիտական ճանապարհով։ Axios-ը նշում է նաեւ, որ բանակցություններն անցել են դրական մթնոլորտում, կողմերը քննարկել են բոլոր առանցքային հարցերը։ Միացյալ Նահանգներում ձնաբքի պատճառով Նյու Յորքի բոլոր պետական դպրոցները փակ կլինեն, իսկ ուսուցումը կանցկացվի հեռավար ձևաչափով։ Վերջին օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ առատ ձնահոսքի եւ վտանգավոր մերկասառույցի պատճառով։ Ազգային օդերևութաբանության ծառայության տվյալներով փոթորկի հետևանքով առնվազն 21 նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ էլեկտրամատակարարումների զրկված տների թիվը հասել է 730,000-ի։ Հաղորդվում է, որ ծայրահեղ եղանակի պատճառով բազմաթիվ ճանապարհներ փակ են, խախտվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, իսկ Նյու Յորքում տեղական իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին հնարավորության դեպքում մնալ տանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կանադայի ղեկավարությանը եւ երկրի վարչապետ Մարկ Քարնիին անվանել նահանգապետ, հեգնելով նրա դիրքորոշումը Չինաստանի հետ առևտրի հարցերում։ Ըստ Թրամփի Կանադան չպետք է վերածվի տարանցիկ կետի չինական ապրանքների Ամերիկայի Միացյալ Նահանգներ ուղարկման համար։ Թրամփի խոսքով, եթե Կանադան գործարք կնքի Չինաստանի հետ, ապա լուրջ կվտանգի երկրի տնտեսությունը, սոցիալական կառույցները եւ կենսակերպը։ Նա սպառնացել է անմիջապես 100% մաքսատուրք սահմանել կանադական ապրանքների համար։ Գարշահոտ ձմեռ Արմավիրի բակերում տարիների անօրինական կառուցապատումների հետևանքով կոյուղագծերը հայտնվել են քարե պարիսպներից այն կողմ փակ տարածքներում։ Կոյուղագծերի վրա կառուցվել են տարբեր նշանակության շինություններ։ Քաղաքում 1960-ական թվականներից գործող կոյուղագիծը գտնվում է վթարային վիճակում եւ բարբերաբար փլուզումներ են տեղի ունենում։ Բացի այդ, դիտահորերը ամբողջությամբ ծածկված են հողով, տարածքում իրականացվել է ծառատունք, ինչը տեխնիկական սպասարկումը դարձրել է գրեթե անհնար։ Veolia ջուր ընկերությունը խնդրին ժամանակավոր լուծում է տվել, բայց այն շարունակում է մնալ։ Veolia թիմը քննարկում է վթարային հատվածները շրջանցող կոյուղագիծ կառուցելու հնարավորությունը հարցին արմատական լուծում տալու համար։ Արմավիր քաղաքի Հերացի եւ Երևանյան փողոցներում տևական ժամանակ է կոյուղու խնդիր կա։ Հերացի փողոցի առանձնատները թիվ 8 եւ 10 բազմաբնակարան շենքերը, նաեւ Երևանյան փողոցի 48 եւ 50 հասցեները սպասարկող կոյուղագծերը բարբերաբար խցանվում են։ Այստեղից հնչող ահազանգերին Veolia ջուր ընկերությունն իհարկե անմիջապես արձագանքում է, սակայն լիարժեք սպասարկել կոյուղաշարը, նաեւ լուծել խնդիրը չի կարողանում։ Իսկ դրա պատճառն այն է, որ տարիների ընթացքում հասցեները սպասարկող 400-ից 450 մմ եւ 700-ից 800 մմ տրամագծով կոյուղագծերը հայտնվել են անհատական շինությունների տարածքում։ Դրանց վրա կառուցվել են տարբեր նշանակության շինություններ՝ խանութ, ավտոլվացման կետ, բենզալցակայան։ Դիտահորերն ամբողջությամբ ծածկված են հողով, տարածքում իրականացվել է ծառատունք, ինչը տեխնիկական սպասարկումը դարձրել է գրեթե անհնար։ Այլ կերպ ասած, կոյուղին պարզապես կորել է բետոնի եւ բիզնեսի տակ։ Հիմա մենք գտնվում ենք Երևանյան Բաղրամյան փողոցների խաշմերուկում, որտեղ մայթի վրա տեղադրված է մեր կողմից շահագործվող կոյուղու դիտահորը, որին մի կողմից միանում է նշված արդեն Հերասու փողոցի կոլեկտորը, դրան ուղղահայաց Բաղրամյան փողոցից իջնող կոլեկտորը հավաքվում են նշված դիտահորի մեջ եւ այդտեղից կոյուղաջրերը կտրելով Երևանյան փողոցը ասում է ճանապարհի այն կողմը միանալով ընդհանուր Արմավիր քաղաքի կոլեկտորին։ Այստեղ էր հողային աշխատանքներ կատարեցինք, որպեսզի կոյուղագծի միջի ջրի մակարդակը իջացնենք, բայց պարզվեց, որ Երևանյան փողոցը հատող մոտ 700-ից 800 մմ տրամաչափի կոյուղու խողովակը նույնպես այս փոսի մոտ
ամբողջությամբ կոտրված էր։ Կոտրված հատվածը մաքրելուց հետո մոտ 50 սանտիմետր մեր նշված փոսերում ջրի մակարդակը իջավ։ 1957-ից 60-ական թվականներին կառուցված կոյուղագծերը երբևէ վերանորոգման չեն ենթարկվել։ Դրանք գտնվում են ֆիզիկապես մաշված վիճակում։ Խցանումները վերացնելիս ընկերության մասնագետները հայտնաբերել են կոյուղին 4 տեղ վթարված։ Տևական ժամանակ խանութի տակ խցանումը չբացելուց հետո ստիպված հակառակ կողմից մենք քանդեցին գրունտը, որպեսզի ջարդեն խողովակը հակառակ կողմից կարողանանք խցանումը բացել։ Բայց քանդելու ժամանակ պարզվեց, որ մինչև մեր ջարդելը արդեն կոտրված էր կոյուղագիծը, որովհետև գրունտը հանելուց հետո ամբողջությամբ ջրով լցվավ։ Այստեղ արդեն էքսկավատորով մաքրեցինք, նորից էլի դրանից հետո էլ նորից խցանում էր, այս կողմից հնարավոր չէր, նման ձևով 3 հատ տարբեր փոսեր քանդեցինք։ Մեր արդյունքը այս գրունտի քանդելը այն եղավ, որ այն ժամանակ, որ ամբողջությամբ Հերասի փողոցի կոլեկտորը խցանված էր եւ ամբողջությամբ լցված էր կոյուղաջրով, նույնիսկ բազմաբնակարան շենքերի բակերում դիտահորերից դուրս էր գալի, բակ էր լցվում։ Այս մեր կատարած աշխատանքների արդյունքում ժամանակավոր լուծում տվեցինք, իջացրեցինք այդ մակարդակը։ Հիմա լրիվ ամբողջությամբ չի աշխատում կոյուղագիծը, բայց բնակչությանը վնաս չի տալիս։ Այս պահին իհարկե խցանումները, տարածքների գարշահոտ վիճակը ընկերության մասնագետների ջանքերով վերացված է։ Տրված է ժամանակավոր լուծում, սակայն անհրաժեշտ է խնդրին վերջնական լուծում տալ, ինչն էլ Վիոլիա ջուրն արդեն իսկ ձեռնարկել է։ Հատվածի հիմնական լուծում տալու համար մեր ընկերությունում քննարկումներ են գնում, որպեսզի հիմնականում վերջնական լուծում տրվի։ Հետագայում շահագործումը ինչպես հարկն է իրականացնելու համար։ Արմավիր քաղաքի այս հասցեն մեկն է այն հազարավոր հասցեներից, որտեղ Վիոլիա ջուր ընկերությունը չի կարողանում լիարժեք իրականացնել կոյուղու շահագործում եւ սպասարկում, հենց կոյուղագծերի վրա կառուցված շինությունների պատճառով։ Շատ հասցեներում խնդիրը ընկերությունը փորձում է լուծել շրջանցող կոյուղագիծ կառուցելով։ Որոշ տեղերում էլ բանակցություններ են սկսվում քաղաքային իշխանությունների հետ խնդիրներին այլ լուծում տալու համար։ Իսկ այս բոլոր քայլերի համար ժամանակ է անհրաժեշտ, այսինքն միշտ չէ, որ ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգում առաջացած խնդիրների լուծումը կախված է լինում միայն Վիոլիա ջրից։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Եվ թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում հունվարի 19-ից 26-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարով, իսկ մենք կհանդիպենք։ Ցտեսություն։ Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 16253 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 361 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 368 ոչ սթափ վարորդ, 563 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժինները տարվել 118 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 798 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 325, թմրանյութի հայտնաբերման 95, ֆիզիկական ներգործության 42, մարմնական վնասվածք պատճառելու 37, հոգեկան ներգործության 35, խարդախության 27, անձնական ունեցվածքի գողության 23, նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 24 հանցագործություն եւս բացահայտվել է, հայտնաբերվել է 37 հետախուզվող 3 անհետ կորած, արձանագրվել է զենգզինամթերքը կամավոր հանձնելու 28 դեպք։ 7 օրում գրանցված 64 ավտովթարի հետևանքով զոհվել է 1 մարդ, վնասվածք ստացել 98-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 691 դեպք, 182-ը արտակարգ։ Մասնավորապես Հրդեհի 60, Հրդեհի ծագման սպառնելիքի 29, ճանապարհատրանսպորտային պատահարի 40, կենցաղային կանչի 185 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 233 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 358 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։
Լոռու քրեական ոստիկանները բացահայտեցին Վանաձորում կատարված բնակարանային գողությունը։ Հունվարի 5-ի երեկոյան ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց բնակարանային գողության վերաբերյալ։ Քաղաքացուն այդ մասին տեղյակ էր պահել եղբայրը, որը տեսախցիկի միջոցով տեսել էր, որ մտել ու գողացել են 2 հեռուստացույց։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները մեկնեցին դեպքի վայր։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած անհրաժեշտ գործողություններից հետո քրեական ոստիկանները համագործակցեցին համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների հետ։ Պարզվեց, որ հիշյալ գողությունը կատարել են Ստեփանավանի բնակիչ 36 եւ 37 տարեկան երկու տղամարդիկ։ Երկուսն էլ հայտնաբերվեցին Ստեփանավանում, ձերբակալվեցին ու տեղափոխվեցին քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն։ Երկուսն էլ խոստովանեցին արարքը։ Գողացված հեռուստացույցներից մեկը հայտնաբերվել է, հանգամանքները պարզվում են։ Հերթական բացահայտմամբ քրեական ոստիկանները շրջանառությունից հանել են 1 կիլոգրամից ավելի մարիխուանա։ Հունվարի 14-ին քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով Երևան քաղաքի գնդի պարեկների հետ համատեղ իրականացված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Կոմիտասի պողոտայում հայտնաբերելու թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալել են մայրաքաղաքի 27-ամյա եւ 40-ամյա երկու բնակչի։ 27-ամյա երիտասարդի կողմից շահագործվող ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։ 27-ամյա երևանցին հայտնել է, որ ավտոմեքենայում մարիխուանա կա։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 1 կիլոգրամ 177 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Կատարվում է նախաքննություն։ Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենգզինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը։ Բնակչության մոտ ապօրինի պահվող զենգզինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը շարունակում է մնալ ոստիկանության կարևոր խնդիրներից։ Բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ոստիկանության բոլոր ծառայությունները, քրեական ոստիկանության տարածքային վարչությունների եւ համայնքային ոստիկանության բաժինների ծառայողները, բարեկային ծառայության եւ արդեն նաեւ ոստիկանության գվարդիայի ծառայողներ։ Ամփոփ ներկայացնենք վերջին շրջանում ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքները։ Համայնքային ոստիկանության հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են ողորկափող որսորդական հրացան։ Համայնքային ոստիկանության անիրի բաժնում կամավոր հանձնել են հրազեն, գազային ատրճանակ, 3 նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ եւ ավելի քան 150 փամփուշտ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն կամավոր հանձնել են 3 ինքնաձիգ, 2 հրացան, 2 նռնակ եւ 450 փամփուշտ։ Իսկ համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում 2 հրացան, 1 ատրճանակ, մարտական նռնակ, փամփուշտներ եւ այլ զինամթերք։ Ամասիայի բաժնում կամավոր հանձնել են Կալաշնիկովի ինքնաձիգ, փամփշտատուփ եւ մոտ 200 փամփուշտ։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել են Կալաշնիկովի ինքնաձիգ, ատրճանակ, ուսումնական 3 նռնակ, 2 ական եւ ինքնաձիգի 332 փամփուշտ, իսկ Մուշի բաժնում ատրճանակ, 2 հրացան, պայթուցիչով նռնակ եւ 68 փամփուշտ։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել են Կալաշնիկովի ինքնաձիգ, 2 ինքնաշեն ինքնաձիգ, տարատեսակ 11 հրացան, մարտական եւ գազային մեկական ատրճանակ, 4 նռնակ, ավելի քան 600 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Մասիսի բաժնում կամավոր հանձնել են ակոսափող հրազեն, ինքնաշեն կրակող սարք, նռնակ, փամփուշտներ եւ զինամթերք։ Առատեր քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն կամավոր հանձնած տեսականին Կալաշնիկովի 4 ինքնաձիգ, 1 հրազեն, 2 հրացան, 3 ատրճանակ, 2 նռնակ, պայթուցիկ նյութեր, ավելի քան 375 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել են որսորդական հրացան, 2 նռնակ եւ ինքնաձիգի 97 փամփուշտ, իսկ հրազդանի բաժնում 2 հրացան, 1 ատրճանակ, 1 նռնակ եւ զինամթերք։ Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնում կամավոր հանձնել են ակոսափող հրազեն եւ տարբեր դրամաչափերի 377 փամփուշտ։ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ կամավոր հանձնել են ինքնաձիգ հրացաններ, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի 289 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Մասիսի բաժնում կամավոր հանձնել են գնդացիր, նռնակ, ինքնաձիգի 50 փամփուշտ եւ զինամթերք։ Ոստիկանության գվարդիայի վաղաշապատի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են ինքնաշեն հրացան, գազային ատրճանակ, 2 նռնակ, ուսումնական 4 նռնակ, տարբեր դրամաչափերի 280 փամփուշտ եւ զինամթերք։ Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել են Կալաշնիկովի ինքնաձիգ, որսորդական հրացան, լուսաձայնային ատրճանակ եւ ավելի քան 110 փամփուշտ։ Մարտունու բաժնում ատրճանակ, որսորդական հրացան եւ ինքնաձիգի 20 փամփուշտ։ Իսկ Սիսյանի բաժնում Կալաշնիկովի ինքնաձիգ, 2 պայեստատուփ, 1 նռնակ եւ 324 փամփուշտ։
Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել են ակոսափող հրազեն, իսկ Տավուշի բաժնում որսորդական հրացան, գնդացերի շղթա եւ 3 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփեր եւ 48 փամփուշտ։ Ապօրինի պահվող զենգզինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված ոստիկանության բացատրական աշխատանքը նույն հետևողականությամբ շարունակվում է։ Հիշեցնենք, որ կամավոր հանձնելու դեպքում հանձնազատվում է քրեական պատասխանատվությունից։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։